Ողջույն, բարևներս իմ բոլոր ունկնդիրներին եւ մեր ժողովրդին։ Մի կարևոր բանի մասին եմ ուզում խոսամ, հետաքրքիր նյութի մասին, գուցե խնդրեմ ինչը վերջ լսեք։ Ուրեմն տեսնում ենք, չէ, բլոգերներ կան մանավանդ ռուսական, ինչն է ինձ հետաքրքիր սրա մեջ, որ բլոգերներ կան ռուսական, որ անդադ Հայաստանի մասին են խոսում, ցույց են տալիս, օ, տեսեք ինչքան լավ տեղ է Հայաստանը, ինչքան լավ է ու հայ ժողովուրդի նման չկա ամենտեղ որտեղ գնացել ենք, մենակ հայ ժողովուրդն է, ասենց հյուրընկալ է, ու մենք տառնակ տակը որ նայես, երևի սա այդ վիդեոյի շարքը որ նայում են, հիմնականում հայեր են եւ կոմենտներ են գրում, մի տեսեք, հա, բանը չէ, լավն ենք, չէ։ Ու ես մի բան մտածեցի, գիտեք, մենք իրականում լավը չենք։ Չէ, լավը չենք։ Մենք յուրահատուկ չենք, մենք տարօրինակ չենք։ Մենք պարզապես մարդ ենք։ Մարդ։ Եվ դիմացինի հետ վերաբերվում ենք ուղղակի մարդու պես։ Չենք ասում, այս ինչ ազգից է կամ ինչ ազգից է։ Ազգային բաներ չենք դնում կոնկրետ մարդու դեմ։ Դիմացինի հետ ուղղակի մարդու պես ենք վերաբերվում։ Պարզ մարդու պես։ Ու պարզվում է, որ աշխարհում դեֆիցիտ է ոչ թե հայը, այլ մարդը։ Մարդ տեսակն է դեֆիցիտ դարձել։ Ու մենք այդ մարդ տեսակը մեր ազգի մեջ, մեր երկրում պահել ենք։ Բայց գիտեք ինչն է ամենասարսափելին, որ մենք ապշել ենք դրանից։ Տարօրինակ ասա, մենք ինքներս ապշել ենք, որ պարզել ենք մենք մեր համար, որ մենք մարդ ենք, ուղղակի մարդավարի ենք մոտենում։ Ու գիտեք ինչն է այս ամեն տեսանյութի տարօրինակությունը, որ փաստորեն մեզ տարիներով սարքել են ծամոն ու զող, որ մենք ավտոբուսների հետևից վազենք, ասենք, կարաս մի հատ ծամոն տաս, ծամոն էլի մի հատ, այդ տենց ենք դարձել։ Ու մեր այդ կարևոր արժեքը, որ կոչվում է մարդ, այդ մարդ արժեքը այնքան էր փչացրել, այնքան էր նվաստացվել, այնքան էր ցածրացվել, որ մենք անգամ այդ գերագույն արժեքը, որ կոչվում է մարդ, մենք ինքներս չէինք նկատում։ Ու մենք հիմա սկսել ենք մի տեսակ ուրիշ կյանքով ապրել, եւ մարդիկ եկել են ու զարմացել են, որ արաստե մարդկային տեսակ կա, մարդ կա, ու մենք էլ ենք զարմացել դրա վրա։ Բայց ամենացավալի նրանումն է, սիրելի ժողովուրդ, որ մի հատ խումբ կա, որ նորից հետ է ուզում գա։ Ուզում է ասի, օ, դու արդեն քեզ կարևորություն ես տալիս, դու արդեն քեզ արժեք ես տալիս։ Այդ հələ արժեք ես տալի հələ հեչ, մեր համար էլ է խնդրեմ, մենք արդեն քեզ 100,000-ով չենք կարում առնենք, արդեն բարձրացնում է դու քեզ արժեք ես տալիս։ Եվ ուզում են հետ գան, ու դեռ հələ Հայաստանում կա հայ ժողովրդի մեջ կա մասա, որ կարոտում է այդ անարժեքությունը, կարևորում է այդ նվաստությունը, կարևորում ասում է, թող ինձ 50,000 տան, ես դառնամ անարժեք, դառնամ անպիտան, դառնամ ոչինչ, փալաս, բայց այսօր 50,000 վերցնեմ, ինչ որ այդքան նվաստացվել են։ Ու այդքանից հետո ուզում ասեմ, ոնց կարա այդ մարդը հələ այդքան ցածրանա, այդքան, որովհետև մեզ այնքան են ցածրացել, որ մեր մեջ անկախ մեզանից կան մարդիկ, որ սկսել են սիրել իրանց բանին, իրանց դահիճին։ Սկսել ենք տենց դառնել արդեն։ Տարապում ենք արդեն այդ սինդրոմով։ Ուղղակի ուզում եմ շնորհավորեմ հայ ժողովրդին այն արժեքի համար, որ ինքը սկսել է գնահատել, որ մեր մեջ կարևորություն կա մարդ տեսակի։ Ու մենք սկսել ենք դա աշխարհին ցույց տալ, որ դուք երբ որ գալիս եք Հայաստան, դուք յուրահատուկ հայերին չեք հանդիպում, դուք ունիկալ հայ չեք հանդիպում, դուք ուղղակի հայի մարդ տեսակն եք հանդիպում, մարդ տեսակը, սա է շատ կարևորը, ու մի բան էլ ասեմ, այս Մակրոնի հետ կապված, ուրեմն երեք Մակրոնը, ընդամենը 3, իրա բանում, TikTok-ում դրել է, իր այջում TikTok-ում է, թե Instagram-ում չնես, թե ինչպես է ինքը երեխուն գրկած նկարվում։ Գիտեք այդ տեսանյութը ինչքան է հավաքել մի գիշերում, 200 միլիոն view է հավաքել, 200 միլիոն, մի անգամից։ Ու տակը որոշները գրում են, փաստորեն կամու Արմենիա нужна։ Մենակ այդ Մակրոնի վիդեոն պայթացրեց ռուսա-բելարուսական ֆենոմենալ այդ ուղեղը, կամու Արմենիա нужна, պարզվում է, մեր մասին հələ 200 միլիոն մարդ մի գիշերում է տեսել։ Ու ստեղ ամենակարևորը Մակրոնը, չգիտեք, ինչն է իմ համար ամենահրաշալի բանը, որ ասում եմ, այդ մարդը, այդ կինը բերում է երեխուն տալիս է, ու թիկնապաները բանալիս Ֆրանսիայի նախագահն է, այս ոնց, հա, մարդ չի արա, մարդ է, չէ, հա երեխա, թող գրքի նկարնին, մարդ է, ինչ անենք,
Ֆրանսիայի նախագահը մարդ է։ Եվ մենք այդ մարդուն հենց տենց ենք մոտեցել։ Հասկացանք Ֆրանսիայի նախագահը մարդ է։ Ինչ անենք։ Երկնքից իջած չի, ոտերն էլ ամպոտ չի։ Մարդ է։ Եվ ամենակարևոր բաներից մեկն էլ նորից նշեմ, որ անգամ Մակրոնը կերազի իր Փարիզում այդպես պատտվի, ու իրան ֆրանսիացիները բարևեն, ասեն. ոնց ես։ Լավ ես։ Արի քեզ մի հատ պաչեմ Մակրոն ջան։ Ոնց որ մեկ տենում ենք Փաշինյանին, ասում ենք արի մի հատ պաչեմ Նիկոլ ջան։ Չենք ասում պարոն, չենք Նիկոլ ջան, չենք ասում բարև Նիկոլ ու վախենում գնում զուգարանում պահկվենք հանկարծ չսպանեն մեզ։ Պարզապես դիմում ենք մարդը։ Այնպես որ միշտ մենք պետք է հիշենք, որ մենք յուրահատուկ ենք մեր տեսակով, որովհետև մենք մարդ ենք, սիրելի ժողովուրդ ջան, ողջ լինենք։